այս հարցը մշտապես առաջանում է, որոնք են երաշխիքը կամ որոնք են երաշխավորները, որոնք պիտի փրկեն մեր խաղաղությունը։ Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել եւ չեն գործել, եւ հաճախ հետաքրքրաբար կան խաղաղություններ, այսպես ասած շակերտար, որոնք չեն գործել եւ խախտողներ եղել են երաշխավորները։ Ի վերջո եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս որոշակի շահեր են հետամուտ, իրենց շահերին են հետամուտ լինում եւ դրանք ինչ որ ժամանակի ինչ որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը եւ հիմա մեր դեպքում ի վերջո որն է, երբ որ թղթի վրա ոչ մի երաշխավոր չկա գրված։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են եւ մնում են, քանի դեռ եւ այնքանով որքանով այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն եթե եւ քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար եւ շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել։ Իսկ շահավետությունը օրինակ օրինակները մենք նաեւ կոոպերացիայի քիչ առաջ նշեցի, մենք իհարկե ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպա, ուրեմն Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը կլինի մեծ չափազանցություն, ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, ի վերջո այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ի վերջո դեռ մենք ունենք ուրեմն պահվող անձինք Բաքվում, բանտերում, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում եւ անհետ կորածների ճակատագրերի բարձրաբանում եւ այլն հոգեբանական մեծ տրավմա, որ շատ հասկանալու են հասարակություն դեռ ունի, բայց ես գոհունակությամբ կարող եմ տեսնել, որ ագրեսիան եւ միմյանց նկատմամբ թշնամությունը երկու հասարակությունում են եւ երկու երկրների իշխանությունների նաեւ ներկայացուցիչների տեքստերում աստիճանաբար նվազում է, սա հեշտ ճանապարհ չի, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով եւ մի օր կունենանք, հուսով եմ, վերջնական նույնիսկ եւ այդ թվում նաեւ հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև